ստեղծվել է աշխարհակական նոր իրավիճակ, որի դինամիկան շարունակում է ծավալվել եւ դրան մենք ակնհայտ ենք լինում նաեւ տարածության վերջի շաբաթներին Իրանի մի կողմից եւ մյուս կողմից Ամերիկայի Միացյալ Նահանգների, Իսրայելի եւ ներդաշնակիցների միջև սուր հակամարտության տեսքով, աննախադեպ հակամարտության, որը ըստ էության նախորդող տասնամյակների ընթացքում այդպեսին չէր եղել, եւ դա բնականաբար նոր մարտահրավերներ եւ սպառնալիքներ է ծնում Հայաստանի համար։ Այդ մարտահրավերների եւ սպառնալիքների բնույթը էականորեն տարբեր է նրա համեմատ, ինչ մենք ունեցել ենք մինչև 2020 թվականը, սակայն ըստ էության գործող վարչախումբը փորձում է մոլորության մեջ մտցնել մեր հասարակությանը, փորձելով մեր հասարակությանը համոզել, որ եկել է խաղաղության դարաշրջան եւ ըստ էության էլ ոչ մի բան պետք չի անել։ Պետք է այսպես ասած թուլանալ եւ վայելել խաղաղություն։ Այն դեպքում, երբ որ մենք տեսնում ենք, որ մեր շուրջը պարզապես աշխարհակական փոթորիկ է ծավալվում եւ այդ փոթորիկը կարող է շատ արագ մեզ էլ հասնել։ Որպես այդ ամեն ինչի հետևանք 2020 մինչև 2020 թվականը մշակված փաստաթղթերը կորցրել են իրենց ռելևանտությունը։ Ես ես հիշեցնեմ, որ Հայաստանի պաշտոնապես ընդունված ազգային անվտանգության ռազմավարությունը ընդունվել է 2007 թվականին։ Պաշտոնական որպես փաստաթուղթ ընդունված 2020 թվականին ներկայացվել է նոր փաստաթուղթ, նա ներկայացվել է տարածիորեն թուրք-ադրբեջանական ագրեսիայից առաջ եւ ըստ էության այդ ագրեսիայի արդյունքում փոխված իրադարձությունների պատճառով նա իմաստազուրկ է դարձել, նրա հիմնական բովանդակությունը այլևս եւս ռելևանտ չի։ Ուստի հիմա անհրաժեշտություն առաջացել նոր փաստաթղթի ազգային անվտանգության ռազմավարության, սակայն պետք է հասկանալ, որ ազգային անվտանգության ռազմավարությունը դա առաջին հերթին իշխանության, կառավարության եւ մյուս մարմինների, ինչպիսին է օրինակ անվտանգության խորհրդի աշխատակազմը, ինչպիսին է ազգային ժողովը, ինչպիսին է նախագահի աշխատակազմը, նրանց բոլորի համատեղ աշխատանքի արդյունք պետք է լինի։